Սիրելի ժողովուրդիս, բարևներ եմ բերել Մոսկվայից, Կալինինգրադից եմ փոխանցել բարևներ, լիպես գիցել, Աստված օրհնի ձեզ, նստեք։ Ճիշտն ասած, եղբայրներ, քուրեր, այսպես մեծ պաշտամունքի Աբովյանում, այս պաշտամունքին ոնց որ Սամվել եղբորից հետո առաջին անգամ ես եղա, ինձ համար շատ դժվար է, երևի ժողովրդի համար էլ է դժվար, որտեղ մեր եղբայրը մեզ հետ չի, բայց ամեն դեպքում ինքը իր հանգիստն է գնացել Տիրոջ մոտ, բայց հոգևոր կյանքը ընթացքը շարունակվում է, մենք պետք է շարունակենք մեր ճանապարհը, մեր ընթացքը, ամեն մարդ իր ճանապարհը, իր հոգևոր ասպարեզն է ապրում, իր ասպարեզն է իր առջև դրված վասում, որպեսզի նպատակակետին կենաց պսակին հասնի եւ թող Տերը օրհնի, որպեսզի դուք էլ այդ մեծ փափագ ունենաք այս մեծ տոնի համար Սուրբ Հոգու Պենտեկոստեի օրվա համար այդ մգրդության տոնը, որ այն օրը շատ մարդիկ ընդունեցին եւ դարձան Տիրոջ վկաները, այսօր էլ սիրելի եղբայրներ, քուրեր, մենք էլ պետքա նրանք բոլորը անցել են արդեն իրենց աշխատանք, իրենց գործը եղել է, անցել է, նրանք անցել են իրենց ճանապարհը, այսօր մեր հերթն է, որ մենք էլ կարողանանք ընդունել այդ զորությունը, այդ մեծ հոգին, փառավոր հոգին, Սուրբ հոգին, որ նա միայն նա է, որ կարող է քո կյանքի մեջ գալ, վերանորոգել, ամեն բան նոր անել, որտեղ ուրիշ մի ճանապարհ չկա, ուրիշ մի ձև չկա, եղբայրներ, քուրեր, դա շատ անհրաժեշտ էր, եթե անհրաժեշտ չլիներ եղբայրներ, քուրեր, Տեր Հիսուսը չեր ասի, որ լավ է ինձ գնալ, եթե ես չգնամ, Մխիթարիչը Սուրբ Հոգին չի գալ։ Եվ այսօր եղբայրներ, քուրեր, թող Տերը ողորմություն անի, որ մենք հավատարմությամբ, ուղղությամբ նրան լսենք, նրա ձայնը լսենք, որպեսզի ետ չմնանք նրա շնորհից, նա խոսող Աստված է։ Սուրբ Հոգին չի եկել մեր կյանքի մեջ միայն օտար լեզուներ խոսի, որ մենք չհասկանանք եւ անհայտ լինի ամեն բան մեզ համար, բայց իմացիր ինչքան նա աղոտ կբարձրացնի մեր հոգու հետ միասին երկինք, այդ ամենը մեզ համար է, մեր եղբայրների, քույրերի համար է, եկեղեցու համար է, մեր շինության համար է։ Եվ Տեր Հիսուսը տոնի վերջին օրին, որ աղաղակում էր եւ ասում էր Հովանու 7 գլխի մեջ 37 համարից եւ տոնի վերջին մեծ օրումը Հիսուսը կանգնել էր, աղաղակեց եւ ասեց. Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա եւ խմե, ինձ հավատացողը ինչպես գիրքը ասում է, նրա փորիցը կենթանի ջրերի գետեր կբխեն, սա ասեց այն հոգու համար, որ ընդունելու էին նրան հավատացողները։ Որովհետև դեր Սուրբ Հոգին տրված չէր, որովհետև Հիսուսը դեռ չէր փառավորվել։ Եղբայրներ, քուրեր, իրոք ովքեր որ ծարավ են, սա շատ կարևոր է, ովքեր որ ծարավ են, նրանք առնում են։ Ովքեր որ ծարավ են, նրանք հպվում են, հաղորդակցվում են Աստծո զորությանը։ Ովքեր որ ծարավ են Աստծո արդարությանը, ովքեր որ ուզում են Հայր Աստծուն ճանաչել, նրա ճանապարհի մեջ քայլել, ովքեր որ իրոք հասկացել են աշխարհի պղծությունը, մեղքը եւ Աստծո արդարությունը, սրբությունը, եւ նրանք որոշել են ճշմարտության ճանապարհի մեջ քայլել, եւ նրանց ընտրությունը հստակ է, եւ նրանք ուզում են ապաշխարել, ուզում են դարձ ապրել, ուզում են դառնալ, նրանց կյանքի մեջ ամեն բան շատ արագ հատեղի ունենում եղբայրներ, քուրեր, նրանց կյանքի մեջ
Աստված ինչպես մեր հայրը փափագում է իր օրհնությունները, ողորմությունները բերելու, այդ ամեն օրհնությունը, ողորմությունը շատ արագ հալինում եղբայրներ քուրեր, եւ առաջինը որ Աստված ուզում է որ շատ արագ լինի մեր կյանքի մեջ այդ ընտրությունը դարձը եւ ուզում է շատ արագ կերպով որ իր հոգին էլ գա մեր սրտերի մեջ եղբայրներ քուրեր, որպիսի նա մեր կյանքի մեջ Աստծո բոլոր որակները, որտեղ գրված է հավատքը Սուրբ Հոգու պարգևը, նաև գրված է, որ Աստծո սերը մեր սրտերի մեջ տարածված է Սուրբ Հոգու միջոցով եւ շատ Աստծո շնորհները եղբայրներ քուրեր ավետարանում բազում համարներ կա, որ մեր սրտի մեջ տարածվում է Սուրբ Հոգու միջոցով եւ Հովանու ավետարան 16 գլխի մեջ 8 համարից կարդամ ավելա 7 համարից կարդամ, բայց ես ճշմարտություն եմ ասում ձեզ եւ լավ է ձեզ համար, որ ես գնամ, որտեւ եթե չգնամ, մխիթարիչը չի գալ ձեզ մոտ, բայց եթե գնամ, նրան կուղարկեմ ձեզ մոտ եւ նա երբ որ գա, աշխարհին կհանդիմանե մեղքի համար եւ արդարության համար եւ դատաստանի համար, մեղքի համար, որովհետեւ ինձ չեն հավատում, արդարության համար, որտեւ ես իմ հոր մոտ եմ գնում եւ ինձ այլևս չեք տեսնիլ եւ դատաստանի համար, որովհետեւ այս աշխարհի իշխանը դատապարտված է։ Տակավին շատ բան ունեմ ձեզ հետ ձեզ ասելու, բայց հիմա չեք կարող տանել, բայց երբ որ նա ճշմարտության հոգին կգա, նա կառաջնորդե ձեզ ամեն ճշմարտության մեջ, որովհետև իր անձիցը չի խոսիլ, այլ ինչ որ կլսեք խոսի եւ գալու բաները կպատմե ձեզ։ Տեսնում եք եղբայրներ քույրեր, ճշմարտության հոգին, Սուրբ Հոգին, երբ որ կա, նա ամեն ճշմարտության մեջ կառաջնորդի եւ Հայր Աստծուց ամեն բան, ինչ որ Հայր Աստծո սրտի մեջ կա, կառնի եւ կփոխանցի մեզ։ Եվ այսօր այստեղ շատերը եղբայրներ քույրեր եկեղեցու անդամներ են, նոր հոգիներ են, տարբեր են, ամեն մեկը իր հավատքով, բոլորս մեկս մյուսից շատ տարբեր ենք եղբայրներ քույրեր, բայց ինչքան էլ տարբեր լինենք, ինչքան էլ իրար չհասկացող լինենք, սա մենք չենք կարող հասկանանք, թե Աստված ինչպես կարող է մեկացնել, բայց պայմանը մեկ է, եղբայրներ քույրեր, եթե ես չկարողանամ իմ եղբորի հետ, քույրիկի հետ մեկանալ, եթե ես չկարողանամ նրա հետ սիրով, քաղցրությամբ վարվել, ես չեմ կարող երկինքը մտնել, ուրիշ ճանապարհ չկա եղբայրներ քույրեր։ Եթե մենք չսիրենք, մենք դատաստանի մեջ կընկնենք, Աստծո հավատքը սրանում է երևում, մեր հավատքը սրանում է երևում, որ սիրում ենք եղբայրները, սիրում ենք քույրերը, եւ Գաղատացիս 22 համարի մեջ կարդամ 5 գլխի մեջ 5 գլխից 22 համարից կարդամ Սուրբ Հոգու պատողների վերաբերյալ ասում, բայց հոգու պատողը սեր, ուրախություն, խաղաղություն, երկայնմտություն, խաղաղություն, բարություն, հավատք, հեզություն, ժուժկալություն, այնպիսիների դեմ օրենք չկա։ Տեսնում եք եղբայրներ քույրեր, այս պատողները պետք է մեր կյանքի մեջ լինեն։ Եթե մեկը ասում է ես Աստծո հոգիով մկրտված եմ, եթե մեկը ասում է ես հավատացյալ եմ, ես այսքան տարիների հավատացյալ եմ, շատ խիստ եղբայրներ քույրեր մեր կյանքի մեջ պիտի երևա, շատ կարևոր է պիտի երևա, շատ ամենայն լրջությամբ մեր կյանքի մեջ պետք է երևա Սուրբ Հոգու պատողները։ Եթե այսօր որպես դու եղբայր եւ քույրիկ քո կյանքի մեջ Սուրբ Հոգու պատողները չի երևում, դու դրա համար մտահոգվիր, որտեղ գրված է ծեր անձերը վարժեցրեք Աստված պաշտության մեջ, այսինքն դու տես քո կյանքի մեջ ինչն է պակաս, ինչը տեղում չի, քո տանը մեջ դու տեսնում ես ամեն կարգ ու կանոնը գիտես, ամեն բան տեղը տեղին մաքրում ես, ամեն բան կարգավորում ես, որ ամեն բան գեղեցիկ լինի, ամեն բան մաքուր լինի, ամեն բան հաճելի լինի, եւ այսօր քո ներսն էլ դու պիտի նայես, ինչն է պակասում, ինչը չի հերիքում, որ դու Աստծուն հաճելի ապրես։ Եվ դրա համար ասում, բայց հոգու պատուղն է, սեր, առաջինը սերն է, եւ այդ պատուղը այսօր կա մեր կյանքի մեջ, եթե դու
Սուրբ Հոգով մկրտված եղբայր եւ քույրս, եւ այս պատուղը քո կյանքի մեջ չկա, ուրեմն մի բան է հասկացվում, որ դու Սուրբ Հոգուն տրտմեցրել ես, որտեղ գրված է. մի տրտմեցրեք Աստծո Սուրբ Հոգին, որով կնքվեցաք փրկության օրվա համար։ Եվ այնպիսիների դեմ ասում է օրենք չկա, բայց նրանք, որ Քրիստոսինն են, իրենց մարմինը խաչը հանեցին կիրքերով եւ ցանկություններով միասին, եթե հոգով ենք ապրում, այսինքն Սուրբ Հոգով, եթե Սուրբ Հոգով ենք ապրում, հոգով վարվենք, Սուրբ Հոգիով վարվենք, սնապարտ չլինենք իրար գրգռելով եւ իրար վրա նախանցելով։ Եղբայրներ, քույրեր, սա է պայմանը, սա է ճանապարհը մեր հոգևոր կյանքի մեջ, թող Աստծո ձեռքը մեր վրա միշտ լինի, միշտ նրա սորությունը մեր կյանքի մեջ զորանա եւ մենք մոտենանք նրան, ճաշակենք նրան եւ մենք կարող ենք նրան ճաշակել, մենք նրան կարող ենք վայելել իր Սուրբ Հոգու միջոցով, որտեղ մեզ մի անձ է, որ կարողանում է Աստծո զորությանը, Աստծո մեծությանը, Աստծո սիրուն հաղորդ անել, երբ որ մենք աղոթք ենք անում, ասում չգիտենք ինչպես եւ ինչի համար, բայց նա անբարբար հառաչանքով սուրբերի համար, մեզ համար բարեխոս լինում։ Եվ Զաքարիա մարգարեության մեջ 12 գլխի մեջ ասում է. «Եվ պիտի թափեմ Դավիթի տան վրա եւ Երուսաղեմում բնակողի վրա շնորհքի եւ աղոթքի հոգին, եւ նրանք պիտի մտիկ տան ինձ, որին խոցեցին, եւ սուկ պիտի անեն նրա վրա միամորի սուքի պես, եւ պիտի ցավեն նրա վրա, ինչպես որ անդրանիկի վրա կցավեն»։ Եղբայրներ, քույրեր, մենք այսօր բոլորս էլ Աստծո հոգիով շատերս այստեղ մկրտված ենք եւ նրանք, որ մկրտված չեն, թող փափակեն, բայց մի տեղ կա, ես էլ ասեմ, ես խոսքս կավարտեմ, Եզեկիա մարգարեության մեջ ժամանակի առումով չեմ ուզում բոլորը կարդալ, ուղղակի կարճ ասեմ այդպես 47 գլխի մեջ 3 համարից, այստեղ ասում է, որ մարդը դեպի արևելք դուրս գնալիս միլար ուներ սերքին եւ 1000 կանգուն չափեց եւ ինձ անցկացրեց ջրովը, ջրերը մինչեւ գարշապարներս էին եւ նա չափեց 1000 էլ եւ ինձ անցկացրեց ջրերովը, ջրերը մինչեւ ծունկերս էին եւ չափեց 1000 էլ եւ ինձ անցկացրեց ջրերը մինչեւ մեջքս էին եւ չափեց 1000 էլ մի գետ, որով չկարողացա անցկենալ, որտեղ ջրերը հորդել էին լողալու ջրեր էին, մի այնպիսի գետ, որ չէ կարելի անցկենալ։ Եղբայրներ, քույրեր, սա արդեն կատարյալ ցույց է տալիս, արդեն խրվել է այդ ջրի մեջ, արդեն բարձր է, իրեն ծածկելու վրա է, եւ ինքը արդեն չի կարողանում ինքը իրեն կառավարի, արդեն գետը ինչպես տանում է, նա է կառավարում, նա է տանում, եւ շարունակության մեջ, որ կարդում ենք, եղբայրներ, քույրեր, այստեղ ասում է, որ այդ գետը տանում է դեպի ծովը եւ հետաքրքիր է, եղբայրներ, քույրեր, ես կուզեի ուղղակի կարճ այդ մասն էլ կարդալ, ասում եմ, եւ ինձ ասես, տեսնում ես մարդի որդի, եւ ինձ տարավ ման ածես գետի եզերքին, եւ ես ման էի գալիս, ահա գետի եզերքին խիստ շատ ծառեր կային այս կողմից եւ այն կողմից, եւ ինձ ասեց, այս ջրերը դուրս են գալիս դեպի արևելյան գավառը եւ իջնում են անապատը եւ գնում են ծովը, դուրս են տարվում ծովը, առողջանան նրա ջրերը, եւ պիտի լինի, որ ամեն կենդանի շունչ, որ շարժում է այն ամեն տեղերում, ու որ այն կրկնակի գետը գնում է, պիտի ապրե, եւ ծուկը խիստ շատ պիտի լինի, որտեւ այս ջրերը այնտեղ պիտի գնան եւ նրանք պիտի բժշկվին եւ ամենքը պիտի կենթանանան, ուր որ գետը կգնա։ Այսինքն Սուրբ Հոգին, եղբայրներ, քույրեր, սա խորհուրդ է, երբ որ մեր մեջ բխում է, երբ որ այդ լեցունությունը լինում է, շատ կարևոր է լեցունությունը, մարդիկ է, եղբայրներ, քույրեր, այդքան ոտքի թաթնա, գարշապարնա, ծունկերնա այդպես
ինքը մի վիճակի մեջ բավարարվել է, բայց պետք չէ, սիրելի եղբայր եւ քույր, որ դու մի վիճակի հասել ես, ջրով մկրտվել ես, Սուրբ Հոգով մկրտվել ես եւ ասում ես ես փրկություն ունեմ։ Դա բավարար չէ։ Տերը ողորմություն անի, որ դու ավելի խորը գնաս, որպեսզի Սուրբ Հոգին այդ հեղեղը քեզ տանի։ Նա քեզ տանի եղբայրներ քո գրված է նա պիտի առաջնորդի, նա պիտի սովորեցնի գալիքը քո միտքը պիտի բերի, նա ինչպես պիտի առաջնորդի, եթե ես խրված չեմ այդ գետի մեջ, իմիջայլոց եղբայրներ քուրեր, նրանք որ այդ գետի մեջ խրված են, խորն են, գետը տանում են, նրանք շատ անգամներ են առաջնորդվում եւ շատ անգամներ լսում են Սուրբ Հոգու ձայնը, բայց նրանք որ ընդամենը մկրտված են, իրենց կյանքի մեջ եզակի է լինում, որ լսում են Սուրբ Հոգու ձայնը, եւ եթե դու ուզում ես ճիշտ առաջնորդվել քո կյանքի մեջ, աշխարհի մեջ, ընտանիքիդ մեջ, ամեն հարցերի մեջ եւ ուզում ես գալիքի իմանալ, ամեն բան իմանալ, որ քեզ հարկավոր է, քեզ պետք է, որ այդ գետի մեջ խրվես եւ այդ գետը քեզ տանի եւ այդ գետի նպատակը, Սուրբ Հոգու նպատակը սա է, որ ծովին հասցնի եւ նա շատ մաքուր է եւ ասում է այնտեղ ամեն բան առողջ է, ձկները շատ են եւ եղբայրներ քուրեր եւ այնտեղ բժշկություն է լինում եւ ամենքը պիտի կենթանանան ուր որ գետը կգնա, ամենքը կենթանանում են այն ժամանակ, որտեղ որ գետը տանում է, թող Տերը օրհնի եւ Տերը փառավորվի քո կյանքի մեջ, որ դու մկրտված ես Սուրբ Հոգիով, աճես, զորանաս եւ հաղորդ լինես այդ լեցունությանը, այդ զորությանը, որպեսզի այդ զորությունը, այդ լեցունությունը քեզ մոտնեցնի Հայր Աստծուն եւ դու Հայր Աստծո գրքի մեջ ուրախանաս եւ մխիթարություն գտնես, որովհետեւ Աստծո նպատակը ծրագիրը սա է, Տեր Հիսուսի նպատակը ծրագիրը նույնպես սա է եղել, որ ինքը կա խաչվի, հարություն առնի եւ մխիթարիչը ուղարկի եղբայրներ քուրեր, որ մխիթարիչի ցերկով այդ դայակի միջոցով, մեր ուսուցիչի միջոցով, որը Սուրբ Հոգին է, նա մեր կյանքը նորոգի, պատրաստի եւ հանձնի մեր Արարչին, մեր սիրող անձին, Տեր Հիսուսին եւ Հայր Աստծո ձեռքերի մեջ, թող իր անունը փառավորվի, ամեն։